Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերությունները հիմնված են բարեկամ երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական կապերի վրա։ Նշել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Բուլղարիայի ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանուիլ Մանևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Հակոբ Արշակյանի խոսքով երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը եւ խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի։ Նա գոհունակությամբ է արձանագրել նաեւ վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել։ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ TRIP նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն եւ բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին։ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը եւս իր ախտագիտությունն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարևան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է։ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանուիլ Մանևը եւս կարևորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է։ Քննարկվել են նաև խորհրդանական համանման հանձնաժողովների համագործակցության տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները։ Կարևորվել է Սոֆիայի եւ Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, ընդգծվել է բուլղարահայ համայնքից գալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում եւ երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում։